պատահում է, չէ, կանանց մոտ, երբ որ անձնական հարաբերություններում ինչ որ ճգնաժամային իրավիճակ է կամ կոնֆլիկտային, որից հետո անտրամադիր եք լինում, ձեզ լավ չեք զգում, ցանկություն է առաջանում միայնակ մնալու, ինչ որ ժամանակ պայքարում եք ձեր մտքերի հետ, էմոցիաների հետ, տխրում եք, լացում եք, ցանկություն է առաջանում բողոքելու, դժգոհելու կամ ինչ որ մեկի խորհուրդը լսելու, եւ այդ ժամանակ մտածում եք զանգեմ իմ ընկերուհուն, որպիսի հանդիպենք իր հետ քննարկեմ այս հարցը եւ այստեղ ինչ է տեղի ունենում տիեզերական ժողով ընկերուհու հետ խոսալուց հետո էս մի ընկերուհին զանգում է մյուս ընկերուհուն մյուս ընկերուհին զանգում է մյուս ընկերուհուն ժամ է նշանակում կոնկրետ տեղ է նշանակում որտեղ որ թվացial պետք է հանդիպեին որպիսի ընկերուհուն սփոփեին ապրումակցեին поддерживать անեին սակայն ինչ է տեղի ունենում ժամը 8:00-ին հանդիպում են ծանր արտիլերիայով ընկերուհիները եկել են մեկը փիլիսոփայության գիտությունների տեխնացու է Շակերտավոր ասած մեկը հոգեբանական գիտությունների տեխնացու մեկը պոետ մեկը բազում փորձառություններ ունի հարաբերությունից եւ նա ամեն ինչ գիտի ինչ որ վերաբերում է հարաբերություններին անձնականին սեքսին սեռականությանը բժշկությանը այստեղ հավաքվում են էքսպերտները բայց ոչ թե բուն թեմային վիճակին ընկերուհուն օգնելու աջակցելու կողքը լինելու համար այլ ամեն մեկը իր հերթին փորձում է ինքնահաստատվել շատ ցավոտ է հնչում այս ամեն ինչը երբեմն սեքսիզմի պես է հնչում որովհետև լինում են բացառություն այսպիսի դեպքեր որ դրական ընթացք է ունենում իրեք ընկերուհին գալիս է փորձում է լսել փորձում է աջակցել փորձում է լինել ընկերու հետ չի լինում դատավոր չի լինում քննադատ, այլ լինում է ընկերուհի մարդ, ով իր ընկերուհու հետ է, կարողանում է ստեղծել պայմաններ, որպիսի ընկերուհին այս իրավիճակի հետ կապված բառայնացնի, տխրի, հասկանա, որ մենակ չի, հասկանա, որ կյանքում բազում իրավիճակներ են լինում, որ այդ ամեն ինչը ավելի թեթև է անցնում, երբ որ կողքդ կա մեկը, ում կարելի է հենվել, բայց սա առանձին թեմա է, այսօր սրա մասին չեմ խոսելու, այլ այդ հանճարեղ ընկերուհիների մասին, ովքեր որ ունքի փոխարեն գալիս են ու աչքնել են անում։ Եվ ցավոք սրտի, երբ որ այս մեր խնդրահարույց իրավիճակում հայտնված աղջնակը չի դիմում հոգեթերապևտին, բազում պատճառներից ելնելով, այլ փորձում է իրավիճակին այդքան մեծ նշանակություն չի տվել, մտածում է, որ ընկերուհիների հետ այս թեմայով կխոսա, մի քիչ կթեթևանա եւ կանցնի առաջ։ Եվ ինչ է տեղի ունենում։ Ամեն մի ընկերուհին նախ շատ քիչ են փորձում լսել թե ինչ է եղել կարծես նրանք այդտեղ են եղել բոլոր այդ սպիրալը այդ ուղին երբ որ անցել է իրենց ընկերուհին այդ տղամարդու հետ կարծես նրանք ամեն վարքյան այդտեղ են եղել ու ամեն ինչ գիտեն եւ փորձում են իրենց խորհուրդներով իրենց անհաջող նախկին փորձով իրենց սեփական կշեռքով կշռել իրավիճակը եւ ասել թե ինչ պետք է լինի ոնց պետք է լինի այդ տղան աբյուզեր է այդ red flag-ները դեռ շուտվանից երևում էին այն մյուս ընկերն ասում է հենց սկզբից էլ նա իմ դուրը չէր եկե իմ սիմպաթիան չէր բռնե նա այսպես էր ասում նա այսպես էր մտածում այնպես էր մտածում եւ այստեղ ոչ թե հետին այլ ամենավերջին պլան է գնում այն թե ինչպիսի հուսալի արդյունավետ հարաբերություն են ունեցել ենթադրեք ընկերուհին ու իր զուգընկերը որոշ ժամանակ մի տարի 3 տարի կամ մի քանի ամիս այստեղ կարևոր բան եմ ուզում նշել այստեղ խոսքը վարքյանական աբյուզիվ հարաբերությունների քննարկման մասին չի երբ որ արդեն ի սկզբանե եղել է նախադրյալներ երբ որ խոսքը նրա մասին չի որ այս ընկերուհին որ կանչել է իր ընկերուհիներին որ ֆիզիկական կամ հոգեբանական կամ սեռական կամ հուզական բռնության է ենթարկված խոսքը սրա մասին չի խոսքը նրա մասին է, երբ որ եղել է հարաբերություն, իրար հետ լավ են զգացել, ինչ որ հետաքրքիր ուղի են անցել, բայց ինչ-ինչ պատճառներից ելնելով կոնֆլիկտ է առաջացել։ Այստեղ սիրելիներս, ոչ թե այնտեղն է, ով որ պետք է դառնա դատավոր ու ճիշտ ու սխալ անի, այս հանդիպումը տրամաբանորեն դրական ազդեցություն կարող է ունենալ մի դեպքում, երբ որ այն մի քիչ առաջ թվարկածս ընթացքով ընթանար։ Գաք, հավաքվեք, կամ կարիք չկա նախ այս նման իրավիճակներում 3-4 հոգով հանդիպվելու։ Ավելի ցանկալի, ավելի նախընտրելի տարբերակը սովորաբար 1 կամ 2 ընկերուհի, ով որ adekvat է, ով որ
փորձառու է, ով որ ապրումակցելու կարողություն ունի, ով որ չունի նախանձ, ով որ չի անցել անհաջող հարաբերություններ ու հաճախ է բացասական արտահայտում տղամարդկանց մասին, ով որ չունի ֆեմինիստական հակումներ, ով որ չունի սեքսիզմի հակումներ։ Այսինքն այնպիսի մարդու հետ գոնե տվյալ իրավիճակում պետք է քննարկել, ով որ իրոք սրտացավ է, իրոք որ ուզում է պարզվի հաղթի իրականությունը, ճշմարտությունը, ոչ թե իմ ու քո արվի, ոչ թե ով էր սխալ, ով էր մեղավոր, ոչ թե պետք է գնալ սենց անել, ոչ թե պետք է որոշել քո ընկերու փոխարեն, այլ առաջին հերթին հաշվի առնելու կարիք կա։ Ինչ փուլ են ապրում հարաբերությունները, ինչքան տևողություն են ունեցել, ով ում հանդեպ ինչ զգացմունքներ, զգացողություններ, ապրումներ ունի, ինչից է առաջացել վեճը։ Երբեմն կան թեմաներ, որ կարիք չկա բարձրաձայնելու, ինչը որ ցավոք սրտի հաճախ աղջիկների դեպքում շատ ավելի փակագծերը բաց են քննարկում անձնական հարաբերությունները, սեռականության հետ կապված ու շատ նեղ անձնականի հետ կապված, ինչը որ հիմնականում չեն անում տղամարդիկ։ Այստեղ էլի եմ կրկնում, չկա լավ ու վատ, ճիշտ ու սխալ, չկա այնպիսի մի մոտեցում, որ տղամարդիկ ավելի հմուտ են այս հարցում, չէ, այստեղ հմուտի պահը չի, այստեղ այն պահն է, որ առաջին տեղում պետք է լինի այն մարդը, ձեր ընկերուհին, ով որ ձեր կարիքը զգացել է, նա հենց չի զանգել, այսինքն մի վիճակ է, որը որ մենակով կամ գլուխ չի անել ձեր ընկերուհին, կամ շատ ծանր է եղել, կամ շատ բարդ է եղել, կամ հուզականորեն բուռն է եղել, եւ նա կարիք ուներ կարևորված զգալու, ոչ մենակ զգալու, պաշտպանված զգալու, հասկանալու, որ ինքը մենակ չէ, եւ մի քանի հոգու հետ երբեմն ինչ որ թեմայի արծածումն ու քննարկումը ավելի էֆեկտիվ է դառնում, որովհետեւ պատմողը, երբ որ դրական ֆիդբեքեր է լսում, ոչ թե կոնկրետ դեպքի հետ կապված, այլ իմաստուն քննարկումներ, հուսալի քննարկումներ, փորձառու քննարկումներ, ինքը ավելի է կարողանում իր մտքերը նաև կողքից տեսնել, իրավիճակը կարողանում է մի քանի այլ պոզիցիաներից տեսնել, իսկ երբ որ դուք միանգամից արդեն հուզականորեն բուռն գնում եք հարձակվողական դիրքից ելնելով, պետք է գնանք բմբլենք դրան, զանգելու ենք դրան, ինչ ասես ասելու, էլ չասեմ այն դեպքերը, երբ որ ընկերուհին նախաձեռնողականությունը քո փոխարեն վերցնում է իր ձեռքը եւ ասում է, որ ես գնալու եմ այդ տղուն տեսնեմ, մի լավ խայտարակեմ, մի լավ պորտը տեղը դնեմ, ու սկսում են երբեմն ավելի բացասական բաներ անել, պետք չի կրակի վրա բենզին լցնել, առանց էլ այդ կրակը այնքան բորբոքված է, որ իրեն պետք է երբեմն հանգիստ թողնել, որ պետք չէ քամի փչել, որ պետք չէ քամով այդ կրակը ավելի կիրք ավելացնել, պետք է ուղղակի հասկանալ այդ կրակը ինչից է բռնկվել, գուցե քո ընկերուհին ինչ որ բան ունի, որը որ չի ստացել, գուցե այդ տղայի մոտ ինչ որ փուլ է, որտեղ որ գլուխ չի անում ինքը իրենից եւ հարաբերության կոնտեքստում, հարաբերության իրար հանդիպելուց ավելի է բարթանում իրավիճակը։ Հարգելիներս, ես միշտ կողմ եմ ընկերական աջակցությանը, ջերմությանը, հարաբերություններին, շփումներին, ինքս միշտ սիրով եմ վերաբերվում ընկեր բարեկամ վիճակներին, բայց եթե դուք համոզված չեք, որ ձեր հարազատը ի վիճակի է լինել ձեզ հետ, դուք այս պարագայում ավելի մեծ ռիսկի եք գնում, ավելի կործանարար էֆեկտ կարող է առաջացնել այս հանդիպումները, հենց նես չի որ անվանում եմ տիեզերական հանդիպում, որովհետև այս հաճախ դառնում է միտեղ, ով որ ինքնահաստատվելու բան չուներ շուտանից գալիս է ու ինքնահաստատում է եւ ցավոք սրտի իրենց գնալուց հետո ժողովը ավարտվելուց հետո դուք ձեզ էլ ավելի վատ եք զգում, իսկ եթե ձեր ընկերուհիների հետ հանդիպումները դրական է լինում, ձեզ ավելի լավ եք զգում կամ էֆեկտ է տալիս, ինչ որ արդյունք է տալիս, այդպիսի հանդիպումների վրա, այդպիսի ընկերների վրա հաճախ ավելի հենման կետ կարող եք դարձնել այդպիսի ընկերուհիներին, իսկ մյուս կողմերից նմանատիպ թեմաները բազում կողմեր կարող են ունենալ, ես ի սկզբանե նաև նշեցի, որ դրական առանձնահատկություններ են ունենում այսպիսի հարաբերությունները եւ ուզում եմ նաև նշել մի բան, ավելի հաճախ ես լսում եմ հետեւյալը, որ նման իրավիճակում հայտնված աղջիկները երբ ունենում են տղա ընկեր ու այդ տղա ընկերը adekvat վիճակում է լինում, այսինքն սիրային ինչ որ անգիտակցական կապ չի ունենում ձեր հետ, հաճախ իրենք ավելի օգտակար են հայտնվում, բայց խոսքը նրա մասին չի, որ աղջիկների մեջ լավ ընկերներ չի լինում,
աղջիկների մեջ շատ կայուն հարաբերություններ լինում է, շատ իմ վերած օրինակին հակառակ օրինակն էլ կա, որ գալիս են, հավաքվում են, օգնում են, օգտակար ինչ-որ քննարկում են լինում եւ վերջում միևնույն է դուք եք կայացնելու որոշում։ Վերջում միևնույն է այս ամբողջ հարցի պատասխանատվությունը մնալու է ձեր վրա։ Իսկ այն էժան խորհուրդը, որ դուք տալիս եք ձեր ընկերուհուն ու ձեր խորհրդից ելնելով գնում այնտեղ ավիրում է ամեն ինչ, հարց հետո դուք գիտակցում եք ձեր սխալը ու փորձում եք ուղղել ձեր սխալը, թե էլի փորձում եք գտնել մեկին այդ ամեն ինչը բարթել իր վրեն։ Այսքանը։